Բարև բոլորին, բարի գալուստ իմ կարնիվոր ալիք, բարի գալուստ իմ օրագիր։ Սիրելիներս, այսօր իմ կարնիվորի 4 ամսյակն է, արդեն 4 ամիս է, ինչ ես սնվում եմ կարնիվոր սննդակարգով։ Կարնիվորը դա կենդանական ծագման սնունդ է, միս, ձուկ, կենդանական ճարպեր ու այնտեղ հանքային ջրեր, ջուր ու վերջ։ Ընդհանրապես կարնիվորցիները շատերը կան սուրճ չեն խմում, բայց ես կարող եմ ասել, որ եթե դա խախտում է ինչ-որ մի բուսականություն, որ ես օգտվում եմ բուսականությունից, դա սուրճն է ու միշտ թե մտքում, թե ընդհանրապես ասում եմ չեմ ուզում, ոչ թե չեմ ուզում, այլ կուզենայի փորձել, տեսնել, եթե բոլորովին սուրճն էլ չխմեմ, միգուցե էլ ավելի առավելություններ լինեն, կամ էլ միգուցե ոչ մի բան չփոխվի ու վերադառնամ սուրճին, ինչևէ ամեն անգամ մտքով, ինչպես ասում են, թողնում եմ սուրճը, բայց ամեն առավոտյան առանց սուրճի կամ սովորություն է արդեն դա, կամ էլ չգիտեմ ինչ է, երևակայի սովորություն է, ինչևէ 4 ամիս է անցել, շատ արագ թռան այս 4 ամիսները, բայց եթե ասեմ այդ 4 ամիսները հարթ էին, բոլորովին սուտ կլինի, որովհետև 4 ամսվա ընթացքում ու հենց սկզբնական շրջանում էլ մարդու օրգանիզմը այլ էներգիա է ստանում, այլ աղբյուրներից է էներգիա ստանում։ Իմ դեպքում արդեն փոխվել է միայն ճարպերից ու սպիտակուցներից, բնականաբար կենդանական ծագման ու բնականաբար դա լրիվ ուրիշ զգացողություն է, իսկ խառը սնունդի ինչպես բոլորն են սնվում, ուտելու ժամանակ լրիվ ուրիշ զգացողություն է։ Այս 4 ամսվա ընթացքում ճնշումս է իջել, նույնիսկ ես կասեի շատ, բայց ես նկատում եմ, որ այս վերջին ամիսներում ինչ-որ ճնշումին էլ արդեն ինչ-որ կարգավորման բան կա, այդպես շատ չի իջնում, մի մոմենտ, մի պահ, երբ որ ես ընդհանրապես խառը սնունդի ժամանակ, նույնիսկ այն ժամանակ շաքար չունեի, շաքարս միշտ էլ այդպես ինձ համար չէ, ընդհանրապես կարնիվորցիների ու ընդհանրապես կետոյի դիետայի մարդկանց համար դա նշանակում է նախադիաբետիկ շրջան, այսինքն ես շաքար չունեմ, նիշին չի հասնում 6-ին, բայց եղել է 5.5, 5.6, 5.9 եւ այլը, բայց մի պահ եկավ մոտ 2 ամիս առաջ, ես շաքարը չափեցի ու հասկացա, որ 6.7 է, հասկացա ժողովուրդ, որ դա այդ գլյուկագենոզն է գնում, գլյուկագենոզը, հա, ինչևէ, դա է գնում ու բարձրացել էր, հետո մյուս ամիս չափեցի, իջավ ու այս երկրորդ ամիսը այն բարձրանալուց հետո էլի նորից շաքարը չափեցի, ինքը արդեն 4.8 է, դրանից ես հետևություն եմ անում, որ իրոք, երբ որ կարնիվորցիները ասում են երկար ժամանակ է պետք ինչ-որ բաներ շտկվելու, իրոք այդպես է, թուլության համար, սկզբնական շրջանում շատ էի զգում թուլությունը,
Իդեպ երևի ճնշումը շատ արագիչնելու երևի դրանից էր, ինչևէ հիմա այդ կարգի չկա, այդ թուլությունները կարող է պատահել այդպիսի օր ես մի քիչ թույլ զգամ, բայց ընդհանուր առումով չէ, այնպես չի, որ սովորական սննդակարգ ուտելու ժամանակ չի լինում այդպես տրամադրության կամ ճնշումի կամ չգիտեմ ինչի այդպես բարձրանալ իջնելու պրոցեսը։ Դա նույնպես ես չեմ համարում այնպես մեծ, չգիտեմ, մինուս ասեմ թե ինչ, իմ կարծիքով դա էլ սովորական երևույթ է, որովհետև էլի հասկանում եմ, որ օրգանիզմը կամաց ընկնում է իրեն հունի մեջ, այսինքն ինքը արդեն վերցրել է այն ուղին, որ ինքը էներգիան ստանում է ճարպերից և ընդհանրապես ճարպերից է ստանում, որովհետև մարդու օրգանիզմը հենց այդ մետախոնդրիան, որ արտադրում է այդ էներգիան, մտնում այդ արտադրվում է, տալիս է, սնունդ է այնտեղ, մարդ էներգիա է ստանում գլյուկոզայից և ճարպերից, ինչը որ ճարպերը բնականաբար ավելի շատ է ստանում, ավելի տևողությունը ճարպերի երկար է, իսկ գլյուկոզային շատ արագ է ստանում իդեպ ու շատ արագ էլ իջնում է, ինչպես արագ լինում է էներգիան, այնպես էլ արագ էներգիայի կորուստը լինում է, դրա համար էլ մենք անընդհատ երբ որ քաղցր ենք ուտում մի պահ լավ ենք զգում ու սկսվում է թուլությունը, քնքոտությունը և այլն, ինչևէ փոփոխություն օրգանիզմի այդպես, մնացած թերություն ասեմ, թե չասեմ, ընդհանրապես ես միշտ խնդիր եմ ունեցել մազաթափության հետ, կապ չունի, ասենք օտար երկիր եմ գնացել, էլի մազերս մի պահ թափվել են, խառը սնունդի ժամանակ նույնպես ու ես նկատել եմ այս ամսվա մեջ մազաթափություն կամ ինչ-որ աշնանային երևույթ է, ինձ թվում էր դա չէր լինի կարնիվորի ժամանակ, բայց ինչևէ մազերս թափվում են ու ինձ ուզում եմ վիտամին վերցնել խմել, բացի դեից տեսնեմ այնտեղ ինչ վիտամիններ լավ կլինեն, այդպես հավելումներ այդպես օգտագործեմ, միգուցե մազաթափությունը կանգնի, դա է հիմնական այս պահի խնդիրը, այդպես էլ խնդիր չկա, որ ասեմ կարնիվորը ինձ խնդիր է բերում, սնունդի քաշի հետ կապված, իմ հետևորդները գիտեին ժամանակին, այսինքն վաղ հետևորդները, ովքեր որ միշտ նայում են, գիտեն, որ ես սննդի հետ կապված առօրյա, ընդհանրապես բոլոր տեսակի մսերից ուտում եմ, ասել եմ, որ ինչը որ ինձ համար է իհարկե հասանելի, ցանկալի կլիներ, էլի եմ ասում, որ մենակ տավարի միս օգտագործե, ինչպես բոլոր են կարելի ասել են, չգիտեմ ինչ բառ ասեմ, են ամենալավ կարնիվորցիները կամ որ մի խոսքով են դասական կարնիվորցիները այդպես ասած, նրանք մենակ տավարի միս են օգտագործում կամ ոչխարի միս, ինչևէ մարդկա մենակ տավարի միս է օգտագործում, կուզենայի դա այդպես լիներ, բայց այդպես չի, ես և թռչնամիս եմ օգտագործում, և խոզ, և տավար, և ձուկ, այդպես չի, խառը, գրամները, մի ժամանակ հենց սկզբից որ սկսել էի 200 գրամով էի, հետո 50, հետո հասկացա, որ կշռելը այդքան էլ էական չի,
Հիմա չգիտեմ ինչու ես նույնիսկ ճարպերին ու բաներին էլ ուշադրություն չեմ դարձնում, քանակի, համարյա թե չեմ դարձնում, բայց դա չի նշանակում, որ ես մոտավորապես այդ սնունդի չափը չգիտեմ, որովհետև լինում են պահեր, որ դու սովածություն ես զգում, բնականաբար երբ որ մի քիչ սով եմ զգում, ես այնտեղ կարող եմ ավելացնել ձու կամ ընդհանրապես մի քիչ ճարպը շատացնել, ճարպը ասված է իմ դեպքում հիմա կարակն է, եղել է մի ժամանակ, որ ուղղակի խոզի սալ է եղել, հիմա դա չկա, կարակն է, կամ ձուն կամ կարակը մսի հետ, եթե ես զգում եմ, որ ընդհանրապես դա տեղի է ունենում հավի մսի, եթե որ հավի միս եմ ուտում, բնականաբար նրա կալորիաները տարբեր են, ցածր են, հավի միսը ջուրամարս է, մի խոսքով հավի մսի հետ ուտում եմ։ Քանակը էլի այդպես որ վերցնեմ, կարող է օր լինել 200 գրամի չափ, կարող է 50, կարող է 300, այդպես։ Լինում է ժամանակ, որ նույնիսկ 200 գրամ միսը ուտելուց, ես նույնիսկ դրանից քիչ ուտելուց կուշտ եմ զգում, այսինքն ուտելու զգացողություն չեմ ունենում, չեմ ուզում ուտել, բայց լինում են օրերը, որ ընդհակառակը ուտում եմ ու ես հասկանում եմ, ես սոված եմ, դա ինչի հետ է կախված, չգիտեմ, միգուցե արդեն օրգանիզմն է այնտեղ, չգիտեմ, կարգավորվում կամ ինչևէ, բայց դե բոլորիս մոտ էլ գիտենք, մանավանդ կանանց մոտ, որ կարող է մի օր մարդ ախորժակ ունենա, մի օր չունենա, մի օր քիչ ուտի, մի օր ահավոր շատ ուտի, բայց իմ համար այնքան ուրախալի է, որ ես ընդհանրապես խախտում ասածը չեմ անում, խախտում չէ, բայց այս նախ մի շաբաթ ես մի շաբաթից ավել ոչինչ չեմ ձայնագրել, պատճառը գրիպով հիվանդ էի, ընդհանրապես աչքս, լնդներս շատ էր ցավում, այդ ամբողջ լինդերս ցավում էր, ընդհանրապես 2 հաբ եմ խմել իրար հետևից, այսինքն ոչ թե իրար հետևից, 2 օր անընդհատ, 2 հատ, 1-1 երեկոյան, երբ որ լինդերս էր ցավում, նույնիսկ տանը ոչ մի տեղ հիմա ես չունեմ, ցավազրկողներից գտել էի տեմպալգինը, ու այդ տեմպալգին խմելուց հետո ճիշտ է, ցավը թողեց, նորմալ է ամեն ինչ, բայց այդ դեղերի ազդեցությունից էր, թե ինչ էր, մի փոքր ես խնդիր ունեցա, կարելի ասել ստամոքսի, ոչ թե խնդիր, մի քիչ ծանրություն էի զգում, ես հասկացա, որ իրոք ժողովուրդ ջան, եթե նույնիսկ թեկուզ այդ անվնաս ցավազրկող դեղը, որ մենք ասում ենք, ընդհանրապես դեղեր ունեն իրենց պաբոճկաները ու դա էլ պարզվեց, որ այո, ամեն դեղեր ունի, դրանից հետո մի քիչ ստամոքսի ծանրություն եմ զգում, այդքան բան, ընդհանրապես ոչ մի տեսակ խախտում չեմ արել, ոչ մի տեսակ սննդի առումով, ժամերին հնարավոր է, ընդհանրապես ես սնվում եմ 10-ից 11 ընկած ժամանակաշրջանում, մեկ էլ մոտ 3-ից 4 ընկած ժամանակաշրջանում, մնացած ժամերին կարելի ասել իմ կարնիվորը նաև ինտերվալ քաղցի այդ բնույթը ունի, ինտերվալնի գալադանիայի այդ բնույթը ունի, բայց ասենք պատահել է այնպիսի օր, կարող է ես երեկոյան սնվեմ մի քիչ ուշ, 5-ի մոտ կամ 5:30, դա շատ հազվադեպք է լինում, եթե դա հաշվենք խախտում, իսկ ընդհանուր առմամբ ոչ մի չի կարելիներ ես չեմ արել,
Էս իմ 4 ամսվա կարնիվորի լավ ու վատ կողմերը։ Վատ կողմեր, եթե ասեմ ամեն ինչ հարթ է գնում, էլի եմ ասում, հարթ չի գնում։ Եթե ասեմ հեշտ է միանգամից կտրուկ փոխելը, ոչ բոլոր մարդկանց մոտ է ստացվում սննդակարգը միանգամից փոխելը։ Բայց քանի որ ես այն մարդկանցից եմ, ամեն ինչը կտրուկ եմ անում, ինձ մոտ աստիճանաբար չկա, ինձ մոտ փոխարինել չկա, մարդիկ կան տարբեր բաներով են փոխարինում, իմ մոտ չկա, եթե որոշում եմ այդպես գնում։ Թե ինչքան կգնա ես չգիտեմ, բայց առայժմս ինձ լավ եմ զգում։ Քաշի համար, քաշը շատ իմ կարծիքով, ժողովուրդ ոչ թե իմ կարծիքով, այլ քիչ է գնում, 2 կիլոգրամ այդպես։ Ես որոշել էի, որ ամսի 1-ին կշռվեի ու ասեցի, որ կասեմ վիդեոյում կփոխեմ էլի, 1-ից 1, միշտ 15-ից 15 էի կշռվում, 1-ով կշռվել եմ 129 կիլոգրամ, այսինքն էլի նորից ես ոնց հասկանում եմ, այդ 15 օրվա մեջ 1 կիլոգրամ եմ նիհարել ու ընդեղ մի քիչ գրամներով շատ։ Ես ընդհանրապես այդ գրամներին ուշադրություն չեմ դարձնում, մենակ այդ զուտ կլոր թվերով։ Վիզուալ առումով էլի նույնպես, ինչքան էլ կիլոգրամները քիչ են գնում, բայց էլի եմ ասում սանտիմետրերից զգում եմ, որ գնում է։ Ընդհանրապես իմ մարմինը ընդհանուր առմամբ համաչափ չի, այդ չաղությունը, ու ընդհանրապես իմ մարմինը այն համաչափ մարմիններից չի, որ ասեմ գոտկատեղը, միգուցե այս ամիս գոտկատեղից չգնա, բայց ոտքերից է գնում, կամ կոնքերից է գնում, կամ հակառակը դեմքից, ուսերից, այնպես որ ինքը համաչափ չի գնում, ես ինքս էլ եմ զգում, որ կարող է գոտկատեղը նույնը մնա հիմա, չնայած էլի գնում է, ուզում եմ ասել, կարող է այդ պահին ես նկատում եմ, որ ոտքերից է գնում, կամ ձեռքերից է գնում, որ ասեմ հիմա ուռվածություն չունեմ, էլի կա, որովհետև պատահում է, որ օրվա հետ ես զգում եմ ոտքերս մի քիչ ուռված են, կամ ձեռքերս, իսկ օր է լինում ես այդ դա լրիվ չեմ զգում։ Ես այդպես էլ չգնացի ստուգվելու ու ճիշտն ասած չսիրելուց է, թե բայց այնուամենայնիվ պետք է գնալ այդ ստուգման, ինձ թվում է իմ մոտ ընդհանրապես այդ երևի այդ լիմֆաների պրոբլեմ կա, կարող է մի օր հեղուկը հավաքել, մի օր չհավաքել, այդպես։ Ինձ թվում է քաշն էլ դրա հետ կապ ունի, երբ որ կշեռքին կանգնում եմ, չգիտեմ, քիչ է գնում, բայց հավատացեք դրանից մի պահ սկզբնական շրջանում նեղվեցի, հետո չեմ նեղվում, որովհետև դե քիչ է, թող այդպես լինի, դրանից էլ չեմ նեղվում, ավելի լավ է քիչ ու հաստատուն ու չվերադարձվող ու օրգանիզմիս ամբողջովին ստրեսի չենթարկելու, որտև ինչպես էլ մենք մոտենանք, նիհարելը օրգանիզմին ստրես է, ինչպես նաև չափից դուրս չաղանալն էլ է օրգանիզմին ստրես, այնպես չի որ նիհարելն էլ, որովհետև օրգանիզմը աշխատում է մի այլ կարգի, ոչ իրեն հիմքով է աշխատում, ինչպես ժամանակին աշխատել է, այնպես որ նույնիսկ սովորական սնունդի ժամանակ էլ այդպես տատանումները միշտ լինում են։ Հիմա միակ խնդիրս մազաթափությունն է, բայց դա էլ վիտամիններ կվերցնեմ, ամեն ինչ նորմալ կլինի։
Այսպես, ուզում էի մի քանի խոսք խոսել ալիքի մասին։ Ես հասկանում եմ, էլի եմ ասում, դա ժամանցային ալիք չէ, հասկանում եմ հետևորդներ քիչ են, հասկանում եմ դիտողները քիչ են, ճիշտն ասած, բացի հիվանդությունից կա նաև խորը հիասթափություն ալիքի հանդեպ, նույնիսկ մտածում եմ փակել չփակել, բայց մի կողմից էլ ասում եմ, այ եթե փակեմ, այն մարդիկ, որ ինձ հետևում են, կասեն ուղղակի չի ուզում իրեն նիհարելու ուղին ցույց տա, միգուցե փոշմանել է, միգուցե էլ կարնիվորով չի, ուղղակի նստել է, խոսում է բլա 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 ու ոչինչ չի անում այդ ուղղությամբ։ Դրա համար բան եմ անում, բայց հետո էլ մի կողմից ասում եմ, ոչինչ, ժամանցային չի, այդպես տուրիստական չի, միգուցե ընթացքում կշատանա, ընթացքում ինչ-որ մարդկանց հետաքրքիր կլինի, թե կարնիվոր դիետան, թե կետո դիետան, ես միշտ ասել եմ, կետոն էլ հիանալի է, ովքեր որ տարբեր խնդիրներ ունեն, խնդիրները մեծամասնությունը, առողջական խնդիրների մեծամասնությունը, կետոն էլ կարնիվորն էլ իրենք կարող են կարգավորել։ Ինչևէ, սիրելիներս, նորից ու նորից կխնդրեմ բաժանորդագրվել ալիքին, տարածել, հետևել, դա ինձ մոտիվացնում է, էլի եմ ասում, ես մտադիր չեմ ինչ-որ դիետային կարնիվորին կամ վերջ տալ, կարնիվոր ասելով ես հիմա նկատի ունեմ ընդհանուր առմամբ դիետային, կարնիվորին ես չգիտեմ, միգուցե օրերից մի օր ասեմ ժողովուրդ ջան, ես անցնում եմ կետո դիետայի, բայց այն որ հաստատ, այն ոնց են ասում, հաստատ ածխաջրային ուտելիքներ չեմ ուտելու, այդ հաստատ է, չեմ ուտելու հացը, շաքարը, այնտեղ կիսաֆաբրիկատները եւ այլն, լիքը այդպիսի բաներ։ Ինչևէ, շնորհակալ եմ բոլոր դիտողներից էլ, բոլոր գրանցված եւ չգրանցված մարդկանց, ովքեր դիտում են ալիքը, ու լավ կլինի, որ հետևեք ալիքին, իհարկե ցանկալի է, դրեք լայքեր, թեկուզ նաև դիզլայքեր, կապ չունի, գրեք մեկնաբանություններ, եթե ես չպատասխանեմ այդպես երկար գրելով, ես հաստատ կանդրադառնամ մյուս վիդեոներին պատասխանի տեսքով, գրեք ձեր կարծիքը, դա ինձ համար ուղղակի հետաքրքիր է, դա ինձ համար մոտիվացիա է, հուսով եմ կշատանանք, հուսով եմ ալիքը կբազմանա ու ընդհանրապես ամեն ինչ լավ է լինելու, իսկ հետևորդներիս ցանկանում եմ միայն առողջություն, խնդիրներ չունենան, ունենալու դեպքում էլ թեթև ու բարեհաջող ամեն ինչ ավարտ ունենա, էլի ու էլի շնորհակալ եմ բոլորիցդ, դիտողների, թե գրանցված, թե չգրանցված մարդկանց, ծեսություն ձեզ, միջ հաջորդ վլոգ, այսքանը։